Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Ես դուրս եմ գալի ես հաղորդում, վերջ։ Ոնց են մտածում, որ ինֆլուենսերը պետք է կարծիք փոխի։ 1.5 միլիոն մեկ հրապարակում է։ Վերջերս Արուստ Տիգրանյան մի հրապարակում արեց, որտեղ որ գրել էր, որ եթե դուք հղիանում եք, պարտադիր չի որ դառնաք մամա բլոգեր։ Դուք ինչ եք կարծում սրա մասին, Լուսինե։ Շատ պատասխանատու պետք է լինել կոնտենտ ստեղծելիս ու յուրաքանչյուրը չպետք է մասնագիտական կոնտենտ տա, եթե այդ մասնագետը չի ինֆլուենսերից չեն կարող պահանջել ինչ-որ կոնտենտ ստեղծել, ինքը պետք է որոշի այդ անի թե չէ։ Անմակարդակ կոնտենտ ստեղծողները շատ են։ Մեկը ով ներկայացնում է քո բրենդը, քո բրենդի դեմքն է ու ինչ որ մի հատ սև կետ իր կյանքում կամ բրենդի կյանքում երկուստեք խափանվում է ամեն ինչ։ Պրոդուկտը վերցնում են, գովազդում են առանց փորձարկելու։ Ու տեսնում ես ինքը ունի 800 միլիոն հետևորդ եւ 3 լայք, հասկանում ես, որ այդ մարդը չի կարող ունենալ այդքան հետևորդ։ Լսանի 70%-ը դափուլ լսարան է, մոտ 70,000 իրական հետևորդներ ուներ, մնացածը իրական չէին։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Ողջույն, այսօր ազգովի թեմայի մեջ ենք բացի ինձնից ու ավետից բոլորդ պիտի ներգրավված լինեք, որովհետև այդպես ազգովի էլ բլոգերներ, ինֆլուենսերներ ենք դարձել։ Այո, ամբողջ ազգը բլոգեր եւ ինֆլուենսեր է։ Այսօր քննարկելու ենք, թե ինչ է կատարվում ոլորտում եւ արդյոք ձեզնից որևէ մեկը իր հետևորդների թվով կարող է համարվել ինֆլուենսեր։ Այո, եւ մեր տաղավարում մենք այսօր հյուրընկալել ենք ինֆլուենսեր մարքեթինգ մենեջեր Լուսինե Գրիգորյանին։ Ողջույն Լուսինե, ո՞նց եք։ Շատ լավ, դուք ո՞նց եք։ Հրաշալի, մենք շատ լավ ենք ու ուրախ ենք, որ մեր տաղավարում եք ու շատ կարևոր թեմայից ենք խոսելու։ Ես եմ շատ ուրախ։ Մեր առաջին հարցը այսպեսինն է։ Նայեք, հիմա բոլորը, մենք պատահական չի որ ինձ այդպես էլ ասացինք, այսօր բոլորը իրենց համարում են ինֆլուենսեր, բոլորը համարում են բլոգերներ, կա սահմանում ով է ինֆլուենսերը ու արդյոք կանոններ կան այս ամեն ինչի մեջ, թե ոչ, որովհետև գիտենք ով է բժիշկը, ով է դերասանը, ով է հաղորդավարը։ Հաղորդավարի դեպքում էլ այդքան վստահ չի լինի, Ավետ ջան։ Լավ, արո, կարող եք կոմենտներում ինձ թաղել, որ ես դերասան եմ եւ հաղորդավարությամբ եմ զբաղվում, բայց ոչինչ։ Իրականում սահմանումներ կան ու կանոններ կան, բայց որպեսզի տենց մի քիչ ընդհանրական ասեմ, երևի թե ինֆլուենսերը համարվում են մարդը, որ consistent, այսինքն պարբերաբար կոնտենտ է ստեղծում ու իր կոնտենտը ինչ որ լսարանի մոտ ունի ազդեցություն։ Իսկ այդ մարդիկ իր կոնտենտի շնորհիվ ինչ որ որոշումներ են կայացնում, գնման որոշում են կայացնում ինչ որ պրոդուկտի եւ այլն, ու այստեղ ընդհանրապես էական չի հետևորդների քանակը, այլ էականա թե ինչ ազդեցություն ունի այդ մարդը։ Կարևորը վաճառքը ապահովի։ Մենակ վաճառքը չէ, հենց օրինակ կարծիք փոխելու, հասարակական թեմաներ, շատ թեմաներ կան։ Օրինակ ոնց են մտածում, որ ինֆլուենսերը պետք է կարծիք փոխի։ Ոչ թե ոնց են մտածում, այլ ոնց եք չափում։ Մեզ հետաքրքիր է չափման գործիքը, ինչպիսին է, որն է համարվում արդյունավետ, իսկ որը ոչ արդյունավետ։ Եթե գովազդների մասին է խոսքը, արդյունավետության տարբեր չափիչներ կան։ Մեկը հենց այն, որ մենք ինֆլուենսեր ենք երբեմն ընտրում հենց իր հայտնիության համար, որը մեր բրենդին հայտնիություն կբերի։ Երկրորդ կետը այն է, որ կարող է մենք ինֆլուենսերին ընտրում ենք հենց վաճառքների նպատակով, ու իրականում մեր փորձից ելնելով արդեն գիտենք, որ ինֆլուենսերի հետ ավելի շատ կունենանք հայտնիության ապահովումը, ում հետ կունենանք ավելի վաճառքների աճը եւ այլն։ Թիրախ եք ընտրում, որպես որ ինֆլուենսերը, որ թիրախային լսարանի համար ավելի հարմար։ Այո։ Այսինքն ի սկզբանե որոշում ենք բրենդի թիրախային լսարանը որն է, ու ըստ դրա ընտրում ենք ինֆլուենսերի, ով ամենահամապատասխանն է, թե տարիքային սեգմենտով, թե որտեղ են իր հետևորդները ապրում, ինչ հետաքրքրություններ ունեն։ Այդ տվյալները մենք մեր մոտից կարողանում ենք տեսնել, թե ինչ հետաքրքրություններ նույնիսկ ունեն հետևորդները, որը կարևոր ինֆորմացիա է մեր համար։ Դուք նշեցիք, որ հետևորդների թիվը արդեն կապ չունի։ Որ շեմից սկսած է համարվում ազդեցիկ մարդը։ Իրականում չկա շեմ, որպես այդպիսի, մենք 1440 14 հնարավոր է, ինչը ոչ։ Չէ, իրականում սենց մենք բաժանումներ ունենք, նանո ինֆլուենսերներ, միկրո, մակրո, մեգա, սելեբրիթիներ։ Այդ բաժանումներից ըստ ոնց որ թվերի, մինչև 10000 հետևորդ ունեցող ինֆլուենսերը, ինքը նանո ինֆլուենսեր է փոքր, հետո միկրո, մակրո եւ այլն։ 10200-ն ինչքան է։ Դեռևս միկրո է համարվում։ Ես նանո եմ, դու միկրո ես։ Չէ, նանո է համարվում, կներեք։ Երկուսս էլ նանո ենք։
Իրականում շատ հետաքրքիր է այդ պահը, որովհետև մարդը իրականում իրական կյանքում կարա ինֆլուենսեր լինի, ազդեցություն ունենա ու իր շրջապատում իրոք իրան լսեն, բայց ինքը ունենա 5000 հետևորդ Instagram-ում։ Այո, ես մեր տանը օրինակ ինֆլուենսեր եմ։ Ես որ գալիս եմ ասում եմ ինչ որ մի տեղի ուտելիքը լավն է, մերոնք հավատում են։ Այսինքն ես ունեմ 3 հետևորդ, պապաս, մամաս, քուրս եւ ընտիր ինֆլուենսեր, նանոջ է, մակրո, բայց տեսեք ինֆլուենս եմ անում տանը։ Այդ իրականում ոչ ընկերական շրջապատում ծանոթների մեջ այդ մարդիկ իրոք իրենց ազդեցությունը ունենում են, բայց երբ որ արդեն գալիս են social media հարթակում ու content են ստեղծում, այդ լսարանը ավելի մեծանում ու ավելի հետաքրքիր ալնում իրանց հետ աշխատել, արդեն բրենդերն են հետաքրքրված լինում, համագործակցել, որովհետև արդյունավետությունը բարձր է լինում։ Ոնց ենք որոշում արդյունավետությունը, ու որ օրինակ գովազդային արշավն ավարտում ենք, գոհացրել է ձեզ դա թե ոչ։ Ոնց եք չափում։ Ի սկզբանե պետք է նպատակներ դնել, որպեսզի հասկանալ հետագայում այդ նպատակները հասանք այդ նպատակներին, թե չէ։ Նպատակներից մեկը հենց այն է ճանաչելիության բարձրացումը։ Եթե product-ը օրինակ նոր է շուկայում, բրենդը ճանաչելիություն չունի, մենք աշխատում ենք դրա վրա։ Երկրորդ նպատակը կարող լինի, ինչպես նշեցի, արդեն վաճառքները ու ոնց ենք չափում, արդեն այդ կետին եկանք։ Տարբեր ձևեր կա ինֆլուենսերների ի սկզբանե հաշվարկում ենք cost per view ասված է մարքեթինգում այդ տերմինը նշանակում է մեկ դիտելիության արժեք դիցուկ ինֆլուենսերը ունի 100,000 միջինում դիտում ռիլերում ու իր ռիլի արժեքը 100,000 դրամ է, ստացվում մեկ cost per view մի դրամ է իրա։ Բա որ օրինակ մարդ ես ու ներողություն որ ընդհատում եմ, այդ ռիլը ինչ որ ձևով ռեքինգավ ու դարձավ 1 միլիոն։ Արդյոք այդ մարդու 1 միլիոն դրամ կվճարեն։ Չէ, արդյոք այդ 1 միլիոն դիտված ռիլը միանշանակ կա, նախապես քննարկվում է բյուջե, կապ չունի դիտելիությունը բարձր կլինի, թե չէ, Instagram-ն է ամեն դեպքում երրորդ հարթակա, մենք չենք կարող ապահովել կամ խոսք տալ ինչ որ դիտելիություն, իհարկե միջին դիտելիության մասին ենք խոսում, բայց չենք կարող խոսք տալ, որ սա կունենա 1 միլիոն դիտում։ Բայց ուզում եմ ասեմ, որ հետագայում արդեն արշավի վերջում չափում ենք թե մեր կանխատեսումները ինչքանով են համապատասխան եղել։ Ու նաև այսպիսի մի գործիք կա, որ story-ներով է հնարավոր տեղադրել։ Մենք ստեղծում ենք ինֆլուենսերների համար հատուկ լինկեր, դիցուկ Անուի Արզումանյան /gosport.am։ Այդ լինկը տալիս ենք իրան ու այդ լինկով, երբ որ ինքը share անում իր story-ներով, տեսնում ենք թե քանի հոգի մտավ այդ լինկով, քանի հոգի նայեց։ Դուք հետևում եք այսինքն։ Հա, ոնց որ այդ ձերն են որ կարողանում ենք գովազդ միացնել ու հստակ տեսնում ենք թե քանի մարդ է մտնում, նույն ձև ինֆլուենսեր մարքեթինգում կարելի է track անել։ Ես հարց ունեմ, Լուսինե ջան։ Իրոք այս թեմայով հարցերը այնքան շատ են, որովհետեւ նայեք, պատկերը ես շատ եմ նկատել այդ, որ օրինակ ինֆլուենսերները փորձում են հիմարեցնել այն մարդկանց, ովքեր որ իրանց տալիս են ոչ բոլորը, կան շատ ազնիվ մարդիկ ու բոլոր այն մարդիկ, ովքեր որ հիմա մեզ դիտում են ու ազնիվ են անում իրենց գործը Բրավո։ Բայց կան մարդիկ, ովքեր որ փորձում են դիտելիություն ապահովել, կեղծ ակտիվություն են ցուցաբերում իրենց էջում, իրենց close friend-ներում դնելով ինչ որ հայտարարություն, օրինակ, երեխեք մտեք comment գրեք, էջը բանը ակտիվանա։ Արդյունքում ստացվում կամ օրինակ ինչ որ fake comment-ներ, ես գնել եմ, ես շատ գոհ եմ, ինչ որ X բան է։ Неужели թույլ տվեք օգտագործել այս ռուսերեն բառը, արդյոք պատվիրատուն չի հասկանում, որ իրան ներողություն արտահայտությանս էշի տեղ են դրել։ Իհարկե հասկանում է։ Բա ինչ է անում։ Չէ, իրականում նախ պետքա շատ ազնիվ լինել այդ ինֆլուենսերներին կոչ, որ պետք չի ստել, նույնիսկ եթե օրինակ լինում է դեպքեր, որ product-ը վերցնում են, գովազդում են առանց փորձարկելու, այդ ցանկալի չի։ Պետքա փորձարկել, նոր անկեղծ լսարանի հետ share անել։ Բայց նաև այդ վերաբերվում է կոմենտներին ու օքեյ, եթե ինքը գցի իրանց chat, ասի խնդրում եմ ինձ կոմենտներ գրեք, այդ լինելու է 5-ից 10 հոգի, բայց ընդհանուր արձագանքը բրենդը կտեսնի լավն է եղել այդ ռիլի թե չէ, այսինքն այդ գովազդի արձագանքը ընդհանուր առմամբ ոնց է ազդել իրանց էջի ակտիվության վրա, միգուցե վաճառքների վրա, այսինքն այդ առումով ստելը այդքան էլ ոնց որ valid չի հաշվարկվում։ Ես գիտեմ, որ շատ բլոգերներ չեն կիսվում իրենց story ստատիստիկայով, որովհետև չեն ուզում ցույց տալ, որովհետև իրականում մեծամասամբ շատ-շատերի էջերը, երբ որ մտնում ես այդ մարդու էջ ու տեսնում ես ինքը ունի 800 միլիոն հետևորդ եւ 3 լայք, ես հիմա թվերը շատ ուռճացված տարբերությամբ եմ ասում, որպեսզի հասկանալի լինի, հասկանում ես, որ այդ մարդը չի կարող ունենա այդքան հետևորդ ու ունենա 7 լայք։ Այսինքն կամ 1 comment։ Հիմնականում մեծամասամբ, օրինակ ես լինելով պատվիրատու, երբեք գովազ չեմ տա այն մարդուն, ով փակում է իր լայքերը, ով փակում է իր կոմենտները, որովհետև գուցե իրան ինքը մի հատ մեծ hate-ի ալիքի տակ է, այո, գուցե իմիջիայլոց ես սրանով նաև հուշում եմ բոլոր այն պատվեր տվող մարդկանց, ովքեր որ պիտի տային։ Այսինքն շատ մարդկանց գործին վայիս եմ լինում, բայց լավ եմ անում, որովհետև սուտ խոսացող մարդիկ
Ինչ նեղված է, տեսա, լցված է, խոսացի հետևածը։ Բայց իդեպ ասեմ, եթե օրինակ ինֆլուենսերը որոշել է հետևորդներ գնել կամ լայքեր գնել, վյուներ գնել, այդ որոշակի հարթակներում հնարավոր է տեսնել։ Իհարկե վճարովի են, մենք այդ հարթակներից օգտվում ենք մեր արշավների ընթացքում, ինֆլուենսերի էջը ստուգելուց ստատիստիկ տվյալները ու հստակ երևում է, օրինակ հետևորդների 70%-ը իրական հետևորդներ չեն, գնված են կամ ինչ որ բոտեր են լցված եւ այլն, հստակ երևում է։ Ինֆլուենսերներ, որոնք հայտնի են թվում, բայց բացահայտել եք, որ օրինակ Հիշեցի հարցս, հիշեցի հենց դրա մասն է, ուզում եի մի հատ ինչ որ տենց շատ արտառոց դեպք պատմեք, որը որ տեղի ա ունեցել։ Անուն չնշելով, ոչ մեկի անունը նշեք։ Եթե կարող եք նշել։ Կռվի թեմա չդառնա, չէ, կռվի թեմա։ Չէ, իմանանք ում հետևորդներն են լցրած։ Լավ, ասեք մենք սենց բան կփակենք, չենք թողի, բայց մենք հիմա այս բանը իմանանք։ Իրականում մի հատ է եղել էր, որ բրենդերից մեկի հետ համագործակցության ընթացքում իրանք ուղարկում են մեզ, ասում են, «Վայ, ինչի էս մարդու հետ չենք համագործակցում, շատ լավ դիտումներ, շատ լավ լայքեր, համել հետևորդներն են, բավականին մեծ լսարան ունի»։ Մենք ուղղակի այդ սկրինշոթն ենք ուղարկում, որը նշված է, որ լսարանի 70%-ը դափուլ բանը լսարան է, մոտ 70,000 իրական հետևորդներ ուներ, մնացածը իրական չէին, ու տենց իրանք մնացած ինչքան է իրական։ Մոտ 380,000 հետևորդ ուներ ինֆլուենսերը, հա, ու մոտ 70,000-ն են։ Ու 70,000-ը վատ թիվ չի, ես շատ խորհուրդ կտա իրան այդ թիվը պահել ու նորմալ աշխատել։ Լուսինե, գիտեք ինչ հիշեցի, ուրեմն մի քանի օր առաջ մեր բալետի հրաշալի արտիստներից մեկը Ռաֆին ասում է սոցցանցերը մեզ շատ են տրամադրել են փաստին, որ 1000 դիտումը քիչ է, ու ցույց է տալիս օպերային բալետի շենքը, որտեղ 1000 մարդ է տեղավորվում։ Ու դու ես խաղում եմ թատրոնում ու մոտավորապես պատկերացնում եմ, թե իմ թատրոնը, որտեղ որ ես խաղում եմ, ունի 154 նստարան, ու այն 1000 հոգանոց դահլիճը մեզ այնքան քիչ է թվում, ռիլս չաշխատեց ընդամենը 50,000 հոգի է նայել։ 50,000 հոգին, երբ որ դու ասում ես, դա մոտավորապես միաժամանակ որ պատկերացնում ես իրականության մեջ, իրոք շատ մեծ 70,000 հետևորդ ունենալը օրինակ որոշ տարիներ առաջ կարելի դառնալ նախագահ ինչ որ երկրի, եթե դու 70,000 մարդ քեզ հետևի ամեն օր նայի քեզ։ Ուզում եի ասել, որ վյուները, այդ դիտելիությունը, որ տեսնում ենք օրինակ 200,000 դիտում, այդ մարդկանց քանակը չի, այլ դիտելիությունը, մի հոգին կարա 5 անգամ վիդեոն նայի։ Իսկ այդ ստատիստիկ տվյալները արդեն ինֆլուենսերի էջով հնարավոր է տեսնել, քանի հոգի է նայել այդ 200,000, այսինքն կարող է 150,000 հոգի է նայել 200,000 անգամ։ Դա էլ է կարևոր ֆիքսել էլի այդ հատվածը։ Ցավոտ թեմայի պիտի անդրադառնամ, ինձ համար է շատ ցավոտ, որովհետև ցանկացած խեղված արժեք, որ փոխանցվում է ու տարածվում է, իսկապես ցավ եմ ապրում, իսկ մեր իրականության մեջ ինֆլուենսերների ոլորտում իրոք մեղմ ասած անմակարդակ կոնտենտ ստեղծողները շատ են եւ այդ կոնտենտ սպառողների թիվն էլ քիչ չէ եւ ցավալիորեն պիտի նշենք նաեւ որ այդ տեսակ մարդկանց նաեւ գովազդներ են տալիս եւ տալիս են այնպիսի ընկերություններ, որոնցից չէինք սպասի երբեմն, ինչու ու ոնց է հնարավոր այդ մարդկանց վստահել ապրանքի գովազդը ու տարածել այն, ինչ իրենք ստեղծում են։ Արդյունավետությունն է բարձր լինում, ցավոք սրտի, ոնց դուք նշեցիք, ցավում եմ, բայց երբեմն այդ մարդկանց մոտ այդ կոնվերսիա ասվածը, որ արդյունավետությունը ավելի բարձր է, նույնիսկ վաճառքների ռեյթն ավելի բարձր, ավելի շատ է լինում։ Երևի թե այն կոնտենտը, որը տալիս ենք, սպառողի քանակն է շատ լինում, բայց իհարկե մենք միշտ համ տենց գովաբանում ենք, համ օգնում ենք այն քրիեյթերներին, ում կոնտենտի որակը լավն է, ինքը ինչ որ արժեք է տալիս, ինչ որ ինֆորմացիա, նույնիսկ եթե այդ կոնտենտը հումորային է, ինքը հումորային արժեք է ներկայացնում իրանից, բայց որ արժեք չի ներկայացնում, բացասական ինչ որ ալիք է տալիս սոցիալ մեդիայում, իհարկե այդ ոչ մի ձև ողջունելի չի։ Երբեմն այո, բրենդերը համագործակցում են, որովհետև նախկին համագործակցության արդյունքում տեսել են, որ արդյունավետ է լինում։ Այդ լսարանը այնքան է սիրում այդ ինֆլուենսերին, եթե կարող ենք ինֆլուենսեր նույնիսկ անվանել, որովհետև այդ էլ է շատ նուրբ գիծ, երբեմն լինում է, որ բլոգերը ավելի շատ ինֆորմացիա հաղորդող է, ոչ թե ազդեցություն տվող։ Այդ էլ է կարևոր էլի նշել, որովհետև բոլորը չեն, ովքեր սոցիալ մեդիայում ակտիվ են, իրենք ինֆլուենսեր են ու իրոք ազդեցություն են լսարանի վրա։ Այսինքն ներողություն, բլոգերի եւ ես հասկանում եմ տարբերությունը որն է, բայց կարելի է նման կերպ ձևակերպում տալ, որ բլոգերը մարդը, ով որ փոխանցում է ինֆորմացիան, իսկ ինֆլուենսերը մարդը, ով որ ազդեցություն է թողնում։ Այո, իրականում եթե այտենց ընդհանրական ասենք, այո, որովհետև այն ժամանակ ավելի շատ բլոգերներ կային ու բլոգ պոստեր էին անում, ունեին կայքեր, որտեղ իրենք ընդհանուր ինֆորմացիա էին տալիս, թե ինչ է
մեր օրինակ Կամո բլոգը, այո, առաջին մեր բլոգերը, ով որ իր կայքում ինֆորմացիա էր տալիս տարբեր միջոցառումների մասին, ոչ թե իր կարծիքը, այլ ընդհանուր ինֆորմացիա։ Այդ բլոգինգն է։ Իսկ երբ որ դու ցույց ես տալիս քո առօրյան կամ քո մասնագիտական կոնտենտն ունես, քո կարծիքն ես հայտնում արդեն, ինքը արդեն ինֆլուենսինգի դաշտ տանում։ Չենք բացառում, որ բլոգերը նաև ինֆլուենսեր կարա լինի։ Ուղղակի իրանք տարանջատում ենք որպես տերմին։ Չկա, ամեն ինչ խառնվել է իրար։ Ես իմ նախորդ հարցից բխող մի հարց էլ է ինձ հետաքրքրում։ Դուք ասում եք, որ վաճառքները շատ են լինում, ու վստահաբար, հա, ունի սպառող, բայց ինձ նման սպառողը արդեն հրաժարվում է այդ բրենդից ու կոպիտ ասած ընկնում է աչքիցս, ես էլ իրենց օգտին որոշում չեմ կայացնում, նույնիսկ ենթագիտակցորեն։ Կա այդ հավասարակշռումը, որ այս մասային կորցնում ենք։ Միանշանակ։ Նախ բրենդը պետք է ինքը հասկանա ով է իր թիրախային լսարանը ու այդ ինֆլուենսերի հետ համագործակցելով, եթե իր լսարանը այդ ինֆլուենսերի հետևորդներն են, միանշանակ թող համագործակցի։ Բայց օրինակ, եթե դուք եք թիրախային լսարանը, այն մարդկանց ում դուք եք հետևում, ուրիշ կոնտենտ են ստեղծում։ Այսինքն հնարավոր է ինչ որ չափով նաև ռիսկ ունենալ, որ նույնիսկ մեկ-մեկ հումորային կոնտենտ ա վերցնում բրենդը ինչ որ ինֆլուենսերի մոտ։ Ու լսարան կա, որ չի ընկալում այդ հումորային կոնտենտը, այդ ռիսկը միշտ էլ կա, այդ ռիսկը նաև կա այն ժամանակ, երբ բրենդ ամբասադոր ենք ընտրում։ Այսինքն մեկը ով ներկայացնում է քո բրենդը, քո բրենդի դեմքն է ու ինչ որ մի հատ սև կետ իր կյանքում կամ բրենդի կյանքում երկուստեք խափանվում է ամեն ինչ։ Բլոգերի հետ կապված երբ օրինակ պայմանագիր եք կնքում, որ ինքը ձեր դեմքն է դառնալու։ Ինչ որ սահմանափակումներ դնում եք իր առաջ, որ այս ինչ բան է։ Օրինակ լրագրողների դեպքում պիտի ասեմ, որ ինչքան էլ մենք խոսում ենք անկախ լրատվամիջոցներ եւ այլն, ցանկացած լրատվամիջոց վստահաբար ինչ որ քաղաքական շահ է ներկայացնում եւ տվյալ լրատվամիջոցի աշխատողը երբեմն սահմանափակված է իր սոցիալական տիրույթում գրել կարծիք, որը հակասում է այդ լրատվամիջոցի քաղաքականությանը։ Եվ առհասարակ նույնիսկ հիմա հայտնի դեմքերն են խուսափում։ Այդ բլոգերների, ինֆլուենսերների մոտ ոնց է այդ սահմանափակումները ոնց են աշխատում։ Իհարկե կան սահմանափակումներ, մեր պայմանագրում նշում ենք օրինակ, որ այս համագործակցության պայմանագրի շրջանակում որևէ այլ ուղիղ մրցակցի հետ պետքա չհամագործակցի ինֆլուենսերը։ Կամ օրինակ, եթե մրցակցի գույներն են կարմիր, բացառում ենք այդ գույները։ Նման կետեր կա, որ բրենդը ինքն ունի ու դա տրամադրում է ինֆլուենսերին։ Ու բացի դրանից այդ պայմանագրի եթե long term ինչ որ ամբասադորային կա, բացի դրանից ինֆլուենսերների հետ նույնիսկ մեկ անգամի համագործակցության շրջանակներում մենք տալիս ենք brief, որը կարճ ինֆորմացիա է արշավի մասին, որտեղ նշում ենք do's and don'ts, ինչ չանել ու ինչ անել գովազդի ընթացքում։ Օրինակ չի կարելի այս բառերն օգտագործել, չի կարելի օգտագործել երաժշտություն, որտեղ վատ բառեր են օրինակ օգտագործել, նույնիսկ եթե անգլերեն են։ Ուզում ասեմ, sense կետեր յուրաքանչյուր բրենդը ունի ու եթե նույնիսկ չունի այդ կրիտերիաները, իրանք մեր հետ համագործակցում ենք, մենք ինչ որ կրիտերիաներ ավելացնում ենք, որովհետև կարող է բրենդը ինքնին չունենա այդ կրիտերիաները, բայց դրանք կարևոր լինի պահել սոցիալ մեդիայում։ Այ հիմա կարծում եմ, որ իմ հարցի ժամանակն է, որովհետև բխում է նաև նախորդ թեմայից, որի մասին խոսեցինք։ Նայեք, հիմա շատ է տարածվել բլոգերների դեմ հեյթը ու մի վարքանում է դա տարածվում։ Վերջերս Արուսը Տիգրանյան մի հրապարակում արեց, որտեղ որ գրել էր, որ եթե դուք հղիանում եք, պարտադիր չի որ դառնաք մամա բլոգեր։ Դուք ինչ եք կարծում սրա մասին, Լուսինե։ Արդյոք այդպես է, թե ոչ։ Իրականում ես կարծում եմ, որ շատ պատասխանատու պետք է լինել կոնտենտ ստեղծելիս ու յուրաքանչյուրը չպետք է մասնագիտական կոնտենտ տա, եթե այդ մասնագետը չի, այսինքն չխոսա հենց թեկուզ մամա լինելու, ինչ որ կարող, ինչպես կրծքով կերակրել կամ այդ թեմաները։ Կերակրել թե չկերակրել։ Հա, այսինքն նման թեմաները մասնագետների թեմաներ են, որ այսինքն էքսպերտ բլոգը, բժիշկը, եթե բլոգ բացի, ինքը սերտիֆիկացված մասնագետ է, ես խնդիր չունեմ, թող խոսեն։ Նույնիսկ մայրիկները, ովքեր իրանց փորձով կիսվում են, այդ էլ խնդիր չի, բայց հստակ ասել, որ սա այսպես է, սա այնպես ու սովորացնել, չեմ կարծում, որ ճիշտ տարբերակ է։ Ինչ վերաբերում է Արուսի կոնտենտին, ես հումորով եմ ընկալել, անկեղծ ասած, ինձ թվաց հումոր, բայց այդ հեյթի ալիքից զգացի, որ շատ մամաներ բան դրամադրվել են, որ այո, ոնց որ խոսքը ուղղել է իրանց, բայց իրականում իրանք էլ ոգևորվել եւ լարվել են այդ փաստից։ Այս շատ նման է այն դեպքին, երբ որ ինչ որ իրադարձություններ են լինում, էլի գուցե ներքաղաքական, գուցե շատ մեծ աժիոտաժ առաջացրած ու բլոգերներին ստիպում են անպայման կարծիք հայտնել դրա մասին։ Երբ որ լուր են, շատ բլոգերներ իրականում ինադու կարծիք են հայտնում, որպեսզի իրանք հայտնվեն այդ հայտի մեջ։ Չէ, բայց այն մարդը, որը ուզում է դուրս մնա այդ ամեն ինչից ու մի քիչ ավելի չեզոք լինի, իրեն էլ մեղադրում են անտարբերության մեջ ու դե գիտենք, ամենակարևոր պահերին անտարբերները ուր են ընկնում վերջում։ Գարիկը Պապոյան մի լավ բան է ասել հարցազրույցներից մեկում, ասում է
խոսում ես, ասում են խոսում է, չես խոսում, ասում են չի խոսում։ Իսկ մեր շուկայի առանձնահատկությունն է, մենք փոքր ենք, բոլորս բոլորից հետևում ենք ու այդ կարծիքի պահը շատ կարևոր է մեր համար, որ այն կարծիքը, որ մենք ունենք, մեր սիրելի ինֆլուենսերը կամ բլոգերը նույն կարծիքն ունենա ու հայտնի անպայման։ Իրականում յուրաքանչյուրի իրավունքն է ու ինֆլուենսերից չեն կարող պահանջել ինչ-որ կոնտենտ ստեղծել, ինքը պետքա որոշի այդ անի թե չէ։ Իրականում ինչ-որ դեպքերում շատ լավ է, որ ինֆլուենսերը իր ազդեցությունն ունենալով ճիշտ օգտագործում է, ունենց մտքերը արտահայտում, որոնք կարող ուսուցողական լինեն, կամ ինֆորմատիվ լինեն, բայց ոչ քարոզչական, որովհետեւ տեսակի քարոզը երբեք չի խրախուսվում էլի սոցիալ մեդիայում, էլ չասեմ, որ ինչ-որ հասարակական կամ քաղաքական քարոզ։ Մի քիչ էլ գներից չխոսենք։ Խոսենք։ Ինչ է այդքան թանկ։ Արդարացված են այն գները, որոնք ձեզ ներկայացնում են։ Էլի շուկայի առանձնահատկությունը, քանի որ շուկան փոքր է, ինֆլուենսերների քանակը շատ չի, այդ մրցակցային պահը կա ու ինչքան առաջարկ պահանջարկ հարաբերակցության մեջ, ինֆլուենսերը ինչքան պահանջարկ ունի, այդքան գնառաչարկը բարձր է։ Լավ, ով ամենաբարձր վարձատրվողը, ամենաբարձր։ Մի ասեք ով, ասեք ամենաշատ ով ստացել։ Ասեք, լավ, ուզում եք ասեք։ Չէ, ինձ նու այդ ինֆորմացիան իհարկե մասնագիտական գաղտնիք է։ Մասնագիտական գաղտնիք չի, որտեղ ինֆլուենսերից եթե հարցում անեք, ինքը գնառչարկը կուղարկի, հա, այդ խնդիր չի, բայց եթե մենք ասում ենք ինֆլուենսերներ ու սելեբրիթիներ, այդ տարբեր, որտեղ սելեբրիթիները շատ ավելի բարձր գնառչարկ ունեն, բայց շատ ավելի ցածր engagement rate։ Արդյունավետ են ավելի, քան ինֆլուենսերները։ Նայած, բայց նայած ինչ նպատակով ենք, հա, իրանց հետ համագործակցում, եթե մեզ բրենդի դեմք հապետ, իհարկե սելեբրիթի հետ կհամագործակցենք, բայց իրանք սովորաբար բլոգին ու ինֆլուենսինգին վերաբերում են որպես կողքից հոբի կամ ակտիվ պահելու, բայց իրենք հիմնական աշխատանք ունեն, օրինակ, չգիտեմ, հաղորդավար, երգչուհի, դերասան եւ այլն, ու ավելի երկրորդական պլան է։ Իսկ ինֆլուենսերը այն մարդը, ով որ social media-ից է հայտնի, ոչ թե TV-ից։ Այսինքն ինքն դեղով է։ Այսօր Լուսինե ջան, տեսեք, մարդիկ social media-ով դառնում են հայտնի ու գնում են TV։ Եվ հակառակը, մարդիկ ովքեր որ TV-ից հայտնի են, social media-ում բայց վերադառնանք գներին։ Հա, հələ ասեք ով է ամենաշատը ստացել։ Հələ ասեք իմանանք ով է ամենաբարձր վարձատրվածը։ Ինչ-որ անուններ իհարկե չեմ նշի, բայց կասեմ ինչ-որ range, օրինակ ամենաթանկ պոստերից որ կարելի ասել, 1-ից 1.5 միլիոն մեկ հրապարակումը ռիլը։ Է թանկ է։ Ռիլը։ Հա, մեր շուկայի համար թանկ է։ Լուրջ է թանկ է։ Հա։ Դա ամենաբարձր շեմն է։ Ինտրիգային բան է սպասում։ Կարելի է ասել, որ էլի խոսում ենք շուկայի առանձնահատկությունից, քանի որ շուկան փոքր է, այդ առանցարկ պահանջարկ հարաբերակցության մեջ ինֆլուենսերը ինչքան պահանջարկը մեծ է, այդքան գնառաչարկը բարձր է, ու ցավոք սրտի տենց միջին գնառաչարկ մեր շուկայում չկա, ու երբեմն ինֆլուենսերները իրար հետ համեմատվելով են գնառաչարկ որոշում, բայց իհարկե այդ գնառաչարկը պետք է հաշվարկվի ըստ հետևորդների քանակի, ակտիվ հետևորդների քանակի։ Ես երբեմն եթե ինֆլուենսերը դիմում է, օգնում են գնառաչարկ կազմելու հարցում, բայց էլի այդ պահը կա, այսինքն ինչ որ ինֆլուենսեր կարող է շատ բարձր գնառաչարկ դնի, ինչ որ մեկին է շատ ավելի ցածր լինի։ Ձեզ պատած ամենաբարձր գնառաչարկը։ Սիրտս ինտրիգա ուզում եմ, ասեք ամենաբարձր գինը ո՞րն է։ Երևի թե հրապարակման համար 1.5-ից 2 միլիոն է եղել մեկ հրապարակումը։ Դե Հայաստանում ենք, դրսում իհարկե շատ ավելի բարձր գնառաչարկեր կան, բայց այդտեղ իրականում շուկան էլ որ փոքր դիտելիությունն է, փոքր այդքան շատ բարձր գնառաչարկ դնելու դեպքում հետաքրքրություն չի լինի բրենդի կողմից։ Այսինքն պետք է ինքը իմանա նաև այդ գնառաչարկը տալիս է արդյոք ոնց որ արդարացված գնառաչարկ է թե ուղղակի թիվ է։ Լուսինե ջան, շատ հաճելի էր։ Շատ շնորհակալ ենք, շատ հետաքրքիր զրույց ունեցանք, վստահ եմ մարդիկ ովքեր որ դիտեցին մեզ, աղագին բան իմացան, գներն իմացան առհասարակ ինչ է ինֆլուենսերը։ Շնորհակալ ենք շատ որ կիսվեցիք ձեր փորձով մեր հետ, իսկ Այդա դու ինչ ունես մաղթելու մեր։ Շնորհակալ եմ շատ որ թույլ տվեցիր։ Այս աղջիկը չի թո ես դուրս եմ գալի այս հաղորդում, վերջ։ Արդեն ճանապարհում ենք եւ մնում ենք թեմայի մեջ, ես, Լուսինեն եւ բոլոր նրանք ովքեր դեռ շարունակում են դիտել մեզ։ Մնացեք թեմայի մեջ, կհանդիպենք։